Ժամանակակից մոտեցումներից մինչև համայնքակենտրոն բիզնեսներ, բարև ձեզ եթերում բիզնես ինֆոն է, ես Աստղիկ Խաչատրյանն եմ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք TCO ընկերության գործադիր տնօրեն Գեղամ Քսաջիկյանին։ Բարև ձեզ Գեղամ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գեղամ, TCO-ն ընդհանուր Հայաստանում է արդեն 9 տարի եւ միայն Գյումրիում ավելի քան 5 տարի է գործունեություն է ծավալում։ Ինչպիսի գործունեություն եք ծավալում եւ որոնք են այն հիմնական շեշտադրումները, որ կարեւորում եք ձեր գործունեության մեջ։ Ճիշտ նշեցիք, Աստղիկ ջան, 9 տարուց ավել արդեն TCO-ն գոյություն ունի։ Հիմնականում IT ոլորտում են գործունեություն ծավալում։ TCO թիմը զբաղվում է վեբ ծրագրավորմամբ եւ մոբայլ հավելվածների ծրագրավորմամբ, սպասարկմամբ, իսկ TCO Գյումրիում իրականացնում էինք դասընթացներ միայն եւ ծրագրավորման եւ IT հարակից այլ ոլորտների, բայց ուզում եմ նշել, որ մեր հետևորդներին վաղուց էինք խոստացել, արդեն ձևավորվել է նաև ծրագրավորման թիմը մեր Գյումրիում եւ մեր ուսանողներից հիմնականում այն մարդիկ, ովքեր մեզ մոտ են ավարտել, հնարավորություն են ստանում պրակտիկայի արդեն հենց Գյումրիում եւ ունենք նաև աշխատակիցներ Գյումրու աշխատաշուկայից ներգրաված եւ սա որպես լավ նորություն կարող եմ առանձնացնել։ Նորություններ դասընթացներից այս պարագայում կարող ենք առանձնացնել ինչ նոր մասնագիտություններ, ինչ նոր դասընթացներ կան։ Բնականաբար, երբ որ նոր էինք մոտ գործում Գյումրու շուկա եւ հիմա աշխատաշուկան շատ տարբերվում, մասնագիտությունների այսպես ասած աճ ունենք, ոլորտների աճ ունենք եւ բնականաբար մենք փորձելով հետ չմնալ այդ ամեն ինչից, բացի ծրագրավորումից, վեբ գրաֆիկ դիզայնից, UI UX դիզայնից ավելացրել ենք նաև real making-ի դասընթաց, ավելացրել ենք նաև AI գործիքների դասընթաց եւ ինտերիեր դիզայնի դասընթաց։ Սրանք նորարարական այն դասընթացներն են, որոնք շատ պահանջարկ ունեն եւ Գյումրիում նմանատիպ դասընթացների պակաս ունենք, փորձում ենք TCO Գյումրիում այդ պակասը լրացնել, որովհետեւ գաղտնիք չի, որ այդ մասնագիտությունները նոր են եւ բոլորի համար հետաքրքիր եւ շատ կարեւոր։ Օրինակ AI գործիքների դասընթացը բոլոր մարդկանց համար է, ովքեր իրենց աշխատանքում ուզում են ավելի շատ օգտագործել AI գործիքներ, տեքստերի, կոնտենտների մշակման, ֆոտոների, վիդեոների հետ աշխատանքում, real making-ի դասընթացը մարքեթինգի մասնագետների համար, ինֆլուենսեր, բլոգերներ, այսինքն այն մարդկանց համար, ովքեր ուզում են տիրապետեն, թե ինչպես ստեղծեն լավ եւ որակյալ ռիլեր, ինչպես պրոպագանդեն իրենց պրոդուկտները դրա միջոցով եւ մեր ավանդական վեբ ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի ու UI UX-ի դասընթացներ, որը մենք արդեն 7 տարուց ավել ունենք ընդհանրապես ու 5 տարուց ավել Գյումրիում։ Տեսեք, բավականին ժամանակակից ու պահանջված դասընթացների մասին եք խոսում, բայց ովքեր են մասնագետները, ինչպիսի մասնագետներ են աշխատում ձեր թիմում, որտեղից են գալիս։ Մասնագետներ ունենք ինչպես TCO թիմի աշխատակազմից ներգրավված դասընթացների process-ում, եթե խոսում ենք մասնավորապես դասընթացներից, եւ մասնագետներ ունենք արդեն նաեւ բավականին վաղուց ներգրավված այլ ընկերություններից, այսպես ասած դրսից, մենք այսպես ենք ասում, եւ օրինակ Գյումրիում ունենք մասնագետներ Երևանից ներգրաված, remake-ի դասընթացավար, AI գործիքների դասընթացավար ու փորձում ենք այնպես անել, որ այն մասնագիտությունները, որոնք որ իրանք այսպես թե այնպես նոր են բոլորի համար, մասնավորապես Գյումրիում, լավագույն դասընթացավարներին կարողանանք ներգրավել այս process-ում եւ օֆլայն դասընթացներ անցկացնելու համար նրանց ամեն դասընթացի համար բերում հասցնում ենք Գյումրի, ապահովում ենք այդ ամեն ինչը, որպեսզի կարողանանք ներգրավել մաքսիմում ամենավորակյալ դասընթացավարներին, իսկ on-line դասընթացները դե բնականաբար արդեն բոլորի համար են եւ կապ չունի ով որտեղից է, որ մարզից է, Երևանից է, Գյումրիից է, կարող են on-line դասընթացներին միանալ։ Մենք ունենք երկու տեսակի եւ նաեւ բնականաբար off-line դասընթացներ, որը տեղում ենք իրականացնում Վարդանանց հրապարակում ամեն ճկուն եք համագործակցությունների համար, այսինքն։
Շատ լավ, ինչ այ մաստեր կլասներ, ինչ վեբինարներ, սեմինարներ, հիմնականում ինչ ուղղվածությամբ են այս ամենը ընթանում, հիմնականում ինչ շեշտերի վրա է կենտրոնանում եւ միանգամից երկրորդ հարցը, թե ինչպես կարող են մարդիկ գտնել ձեզ, որքանով եք դուք հասանելի Շիրակի մարզում ձեր պոտենցիալ լսարանին, այսպես ասած։ Շատ լավ, ուրեմն մենք միշտ իրականացրել ենք մեկ անգամյա մաստեր կլասներ, թեմատիկ, մասնագիտական, վեբինարներ, սեմինարներ, բայց վերջին ժամանակահատվածում շատացրել ենք, քանի որ դասընթացների ոլորտային աճին զուգահեռ, եթե այն ժամանակ ծրագրավորում ու դիզայն էինք հիմնականում անում, հիմա արդեն այլ դասընթացներ են, դրան զուգահեռ ավելացրել ենք նաև բաց դասերի, մաստեր կլասների, վեբինար սեմինարների թիվը, որովհետև մարդկանց հետաքրքիր է այն մարդկանց, ովքեր արդեն մասնագետ են, օրինակ ունենալ հանդիպում լավ մասնագետների, ոլորտի առաջատար մասնագետների հետ ու մաստեր կլասի տեսքով կոնկրետ ինչ-որ մասնագիտական կոնկրետ հարցեր քննարկել կամ սկսնակների համար բաց դասերի տեսքով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալ ամբողջ այն ծավալին, որը իրենք եթե ներգրավեն դասընթացներին սովորելու են, այս մասով դրանք մեզ մոտ հիմնականում տեղի են ունենում շատ լավ լուսաբանված արդեն, այսինքն բոլոր սոցհարթակներում, մեր կայքում կարող են մեզ շատ հեշտ գտնել, ինձ թվում է ոլորտով հետաքրքրող մարդիկ, մեր մարքեթինգի թիմը այնպես է արել այս տարիների ընթացքում, որ Գյումրիում բոլորը գիտեն, ճանաչում են, ուղղակի TCO Գյումրի ցանկացած կերպ Google-ով, սոցցանցերով, մեր կայքով կարող են գտնել, գրանցվել, հեռախոսահամարները միշտ հասանելի են, այսպես։ Ճկուն համագործակցություններից խոսեցինք, այ օրինակ հասարակական կազմակերպությունների հետ ինչպես եք աշխատում, ինչ այսպես ճկուն փաթեթներ ունեք, որոնք կարող են ընդառաջել տարբեր տեսակի, այսպես ասած, ուսանողներին, փոքր այդ մասով խոսենք։ Հա, տեսեք, վճարման հետ կապված, այսպես ասեմ, հասարակական կազմակերպությունների տարբեր ծրագրերի մենք բնականաբար բաց ենք համագործակցության համար, ունենք համագործակցություններ մեր համագործակցությունների հետ կապված, թե ում հետ ենք համագործակցում, նույնպես մեր կայքում, մեր սոցկայքերում, սոցցանցերի էջերում կարող են մարդիկ ծանոթանալ, բոլոր ինֆորմացիան կա, պարբերաբար թարմացվում է, պարբերաբար ունենում ենք հանդիպումներ, իվենթներ, որոնց մասնակցում են նաև այդ կազմակերպությունները, ում հետ որ մենք համագործակցում ենք տարբեր ծրագրերի շրջանակներում։ Եթե վճարման մասին խոսենք, տարատեսակ նախ ունենք ճկուն զեղչային համակարգ, տարբեր անհատական մոտեցում, պատերազմի մասնակիցներ եւ այլն, այս ինֆորմացիան էլ բաց է եւ կարող են, եթե ուզեն կարդան, եթե ուզեն զանգահարեն ու ուղակի տեղեկանան, իսկ վճարման հետ կապված ունենք նաեւ, չգիտեմ, սովորի հիմա վճարի հետո ծրագրից սկսած մինչեւ փուլային, բնականաբար վճարումը փուլային է ու այսպեսի ճկուն մաքսիմում այնպեսի համակարգ, որ բոլորին հասանելի լինի դասընթացները։ Տեսեք, ինչքան էլ կարևորում ենք մենք բարձրագույն այսպես կրթությունը, որը իսկապես այո կարևոր է, համենայն դեպս այսպես ուսանողների հետ ինչ համագործակցություններ ունեք, բուհերի հետ արդյոք պայմանագրեր, ինչ-որ համագործակցության եզրեր գտել եք, որպեսզի հետագայում նրանք եւս իրենց աշխատանքը կարողանան հեշտ գտնել այս ոլորտում։ Հա, բնականաբար, Աստղիկ ջան, տեսեք, մեր գործունեությունը միտված չի ի հակառակ բուհերին կամ այլ ուսումնական հաստատություններին, իրանց կարևորությունը մենք էլ գիտենք ու մենք ոչ թե իրանց հետ մրցակցում ենք, այլ համագործակցում, այսպես կարող եմ ձևակերպել, ունենք պայմանագրեր, օրինակ պրակտիկայի անցկացման վերաբերյալ բուհերի հետ, որ բուհերի ուսանողները, այն ֆակուլտետների ուսանողները, այն բաժինների ուսանողները, որոնք որ այն մասնագիտություններն են ձեռք բերում, որոնք որ մեզ մոտ են, որ մեր ոլորտին է վերաբերվում, իրենց համար կազմակերպում ենք տարատեսակ պրակտիկաներ, հանդիպումներ ենք ունենում հենց բուհերում, կոնկրետ մասնագիտական քննարկումներ ենք ունենում հենց բուհերում ու միտված ենք
մաքսիմում ինչքան հնարավորություն եւ ժամանակ ու ռեսուրս կարող ենք տրամադրել այդ ուղղությամբ տրամադրել, որովհետեւ բուհերում սովորող ուսանողներին ավելի նեղ մասնագիտական հանդիպումներ կամ ուղղակի հանդիպումներ արդեն մասնագետների հետ, ովքեր արդեն աշխատում են այն մասնագիտությամբ, որը որ իրանք սովորում են, որպեսզի ձեռք բերեն, բնականաբար հետաքրքիր է։ Իսկ կա ակտիվություն ուսանողների կողմից։ Հա, բավականին ակտիվություն կա, այստեղ բուհ մասնավոր հատվածի այդ համագործակցությունը պետքա լինի մաքսիմում սերտ ու մաքսիմում թափանցիկ, որովհետև այդ մասնավոր հատվածը հիմնականում մեր ոլորտին է վերաբերվում, այն հատվածն է, որը որ պետքա ապահովի մասնագետներին, ովքեր որ ավարտում են բուհը, հետագա իրանց կարիերայի ընթացքը պետքա կարողանա ապահովել ու այդ համագործակցությունը ինչքան լինի արդեն ուսումնական process-ի ընթացքից սկսված, այդքան լավ։ Շատ լավ, Գեղամ, դուք նշեցիք, որ 5 տարուց ավելի է Գյումրիում եք, ինչպես գաղափարն առաջացավ գալ Գյումրի եւ արդյոք հեշտ է Գյումրիում բիզնես ունենալը։ Պատասխանեմ, մի քիչ լայն, այսպես փորձեմ հորիզոնով պատասխան տալ։ Տեսեք, գաղափարը առաջացավ այնտեղից, որ մենք Երևանում սկսել էինք որպես ծրագրավորման ընկերություն 9 տարի եւ մի քիչ ավել առաջ։ Հետո դրանից մոտ 2 տարի անց 2016 թվականին ենք սկսել մեր գործունեությունը, 2018 թվականին, քանի որ այն ժամանակ աշխատաշուկայում չկային բավականաչափ մասնագետներ, որպեսզի մենք ինքներս կարողանայինք բավարարել մեր ռեսուրսների հետ կապված կարիքները, մասնագետների այն քանակը, ինչ որ մեզ անհրաժեշտ էր մեր պրոյեկտները իրականացնելու համար, մենք ինքներս մեզ համար, այսպես ասեմ, դասընթացներ սկսեցինք իրականացնել ու դասընթացավարները հենց մեր ծրագրավորողներն էին, team leader եւ այլն։ Բայց որ այնպես ստացվեց, որ այդ ժամանակահատվածում պահանջարկը շատ մեծ էր ու դիմորդների քանակը բավականին մեծ էր։ Ու կամաց-կամաց դասընթացները սկսեց աշխատել ինքն իրենով որպես առանձին ուղղություն, այսպես ասեմ, շատացան, որովհետև մարդիկ ուզում էին նաև դիզայնի դասընթացներ, մարդիկ ուզում էին նաև որակի ապահովման մասնագետ դառնալ ու այսպես քանի որ շատ էին դիմում, մենք սկսեցինք այդ բոլոր դասընթացները կազմակերպել։ Գյումրիից էլ ունեցանք դիմորդներ, որ ես, քանի որ ինքս գյումրեցի եմ, գործընկերս նույնպես գյումրեցի, ու այսպես որոշեցինք, որ Գյումրիում էլ պետքա դասընթացները իրականացնել, որովհետև դիմորդները նաև Գյումրիից են։ Ու քանի որ մենք էլ գյումրեցիներով ենք սկսել այս ամեն ինչը թեկուզ Երևանում, մեր համար սկիզբը Գյումրիից տալը այդ առումով բարդ չէր, որովհետև մենք ծանոթ էինք քաղաքին, մենտալիտետին, մարդկանց եւ այլն։ Ինչ վերաբերում է Գյումրիում բիզնես իրականացնելուն, այսպես կարող եմ ասել, TCO Գյումրի կոնցեպտը մեզ համար բիզնես որպես այդպիսին ֆորմալ առումով չի հանդիսանում, այսինքն ինքը եկամուտ ստանալու մեր համար աղբյուր չի, մեզ համար ավելի շատ կարևոր է, որպեսզի կարողանանք իրականացնել որակյալ դասընթացներ ու կարողանանք կադրեր ստեղծել, այսպես ասած, եթե կարելի է այդպես ասել, Գյումրիում ու մեր թիմն էլ Գյումրիում բացել ենք, որպեսզի կարողանանք այդ կադրերին պահել ու աշխատանքով ապահովել Գյումրիում։ Իսկ ինչ վերաբերում է վճարովի հիմունքներով դասընթացներ անցկացնելուն, դա նախ իմ անձնական կարծիքն է, որ կրթություն ցանկացած լավ բան այդ թվում եւ մասնավորապես կրթությունը լրիվ անվճար չպիտի լինի, որովհետեւ ինչ որ ծրագրերի շրջանակներում հնարավոր է, բայց գլոբալ առումով եմ ասում, որովհետեւ պետքա ապահովել լավ լսարան, տեխնիկապես հագեցած լսարան, պետքա ապահովել լավ դասընթացավարներ, տեսեք խոսում ենք նոր որակյալ դասընթացավարների մասին, պետքա ապահովել ադմինիստրատիվ լավ համակարգ, որպեսզի քննությունները, քննության արդյունքները, ռոտացիոն համակարգը եւ ամեն ինչը աշխատի այնպես, ինչպես որ պետք է աշխատի, եւ այս ամեն ինչը ապահովելու համար պետք է որ կարողանանք այդ մարդկանց էլ ապահովել իրենց, այսպես ասած, աշխատավարձներով եւ մնացածով։ Այսքանով հանդերձ սա մեր համար վճարովի համակարգը աշխատում, ոչ թե եկամուտ ստանալու նպատակով։
Վճարովի համակարգի կոնտեքստում ես գիտեմ, որ TCO-ն նաև ունի հիմնադրամ, որը նոր է բացվել, այս հիմնադրամի շուրջ ինչ կարող եք ասել, որն է այդ հիմնադրամի նպատակը։ Սա շատ հետաքրքիր կոնցեպտից է առաջացել, որի մասին դեռ ոնց որ այսօր առաջի անգամ եմ բարձրաձայնելու ու դա դեռ մեր պլաններում է, պետք է քայլ առ քայլ գնանք իրականացնենք։ TCO հիմնադրամը բացվել է նպատակով, որպեսզի կարողանա ավելի շատ միջոցներ ներգրավել ու կարողանա ուսուցում կազմակերպել ավելի լայն մասսաների համար։ Ու մենք այսպիսի խնդիր ունենք ոլորտում վերջին ժամանակներում, որ մեր ընդհանրապես ոլորտում ավարտող ուսանողները, տեսեք ես նշեցի, որ մենք ունենք թիմ այստեղ արդեն ձևավորված ու վերջին ժամանակներում ավելի շատ ենք սկսել մեր ուսանողներին ապահովել եւ պրակտիկայով եւ աշխատանքով, չնայած որ այդ process-ը միշտ էլ իրականացվել է, բայց այն ժամանակ ունեցել ենք դեպքեր, երբ որ Գյումրիում ավարտած ուսանողները եկել են Երևանում են անցկացրել պրակտիկան ու TCO-ն ապահովել է իրանց կացության եւ մնացած հարցերը, բայց հիմա մենք հնարավորություն ենք ստեղծել, որ հենց Գյումրիում մեր թիմում այդ ամեն ինչը արվի, բայց որպեսզի կարողանանք մնացած ուսանողներին էլ ապահովել հետագան, այսինքն եւ TCO-ում ավարտած եւ ոչ TCO-ում նկատի ունեմ։ Հիմա մեր ոլորտում կան բավականին շատ դասընթացներ ու մարդիկ ուսանողները շրջանավարտները ավարտելուց հետո կանգնում են ինչ-որ դիլեմայի առաջ, թե ինչ պետք է անեն հետո, որովհետև աշխատաշուկան փոփոխվել է։ Այն ժամանակ մանավանդ TCO-ի ուսանողներին մեր համագործակից ընկերությունները ճակերտավոր ասած տանում էին ամենասկզբից, այսինքն 6-7 փուլ է մեզ մոտ օրինակ վեբ ծրագրավորումը, 4-5-րդ փուլից սկսած մարդիկ արդեն աշխատում էին առանց նույնիսկ մեր իմացության։ Բայց հիմա փոխվել է այդ ամեն ինչը այնքանով, որ մարդը միայն սովորելով արդեն հերիք չի, այսինքն հերիքա գիտելիք ստանալու համար, բայց այդ հաստատությունը, ով որ տալիս է սովորելու հնարավորությունն ու գիտելիքը, պիտի նաև դրանից հետո սովորեցնի, թե ինչպես կազմել ճիշտ, ենթադրենք CV, ինչպես որ հարթակների միջոցով կարողանալ գտնել աշխատանք, ինչպես ներկայանալ, ինչպես անել այնպես, որ edge-ը մասնավորապես LinkedIn-յան edge-ը լինի այնքան պատրաստված, որ հայտնվի որոնումների արդյունքում եւ ունենան հնարավորություն աշխատանքի, պլյուս անգլերենի հետ կապված որոշակի հարցեր ու ստեղ մենք որոշեցինք ձևավորել երկու փուլ, այսպես ասած, առաջի փուլ 3 փուլից է բաղկացած, դա այս կոնցեպտը կոչվում է TCO Hub, որը առաջին փուլը դա դասընթացների փուլն է։ Մեզ մոտ դա տևում է, եթե վեբ ծրագրավորման մասին խոսենք 7 ամիս, եթե գրաֆիկ դիզայնի կամ UI UX-ի մասին խոսենք 2 ամիս։ Ավարտելուց հետո ունենք երկրորդ փուլ, որը հենց կոչել ենք hub։ Այստեղ մեզ մոտ ավարտած ուսանողները 70% պետքա կազմեն մասնակիցների, 30%-ն էլ այլ տեղերում ավարտած ուսանողները քննությունների արդյունքում պետքա ներգրավեն այս hub-ին։ TCO hub-ում մենք ինչ ենք ուզում անենք, ուզում ենք ստեղծել մի տեղ, որտեղ մարդիկ կարողանան պրակտիկա անցնել, կունենան մենթորներ, կունենան թիմ լիդեր, ռեալ պրոյեկտների վրա պրոյեկտ մենեջերի ներգրավվածությամբ կարողանան աշխատել, բաժանվել թիմերի, ոչ մեծ 4 հոգանոց ենթադրենք թիմերով, ամեն այդ թիմին կարող կցվի մի մենթոր ու այսպես այդ ընթացքում կունենանք մասնագիտական անգլերենի դասընթացներ, այդ ընթացքում կունենանք հանդիպումներ այն մարդկանց հետ, ովքեր ենթադրենք կարողանան բացատրել, սովորեցնել, թե ինչպես պիտի ճիշտ CV կազմեն այդ մարդկանց CV-ները, օգնեն կազմել դրանք, HR համայնքի մեր ներկայացուցիչները, օրինակ մենք համագործակցում ենք Լիլիթի հետ Մանուկյան ու օրինակ իր ներգրավվածությամբ կարող ենք օգնել ուսանողներին դա անելու։ Կունենանք հանդիպումներ վաճառքի մասնագետների հետ, կունենանք հանդիպումներ կարիերայի մասնագետների հետ, որոնք կսովորեցնեն, թե որ հարթակներում ինչպես ներկայանալ, որպեսզի կարողանալ հայտնի լինել որպես մասնագետ այնքանով, ինչքանով որ պետք է։ Կունենանք, ինչպես ասացի, մասնագիտական անգլերենի դասընթացներ ու այսպես մարդկանց կապահովենք այն
փուլը, որը որ իրանց համար մի քիչ մութ է, թե ավարտելուց հետո ու այն միջավայրը ու այն տեղը, որտեղ մարդիկ ազատ կզգան, բաց կզգան, անընդհատ գալու ֆորմալ ու ոչ ֆորմալ ձևաչափով շարունակելու իրանց, այսպես ասած, ուղին IT-ում։ Այսինքն կոմպլեքս, այսպես ամբողջական։ Հա, եւ երրորդ փուլը մեր TCO community-ն է լինելու, որը ձևավորվելու է հաբով անցած մարդկանցից, մեր նախկին ուսանողներից, որոնք արդեն բավականին շատ են ու մեծ հաջողությունների են հասել, արդեն հարյուրներով են հաշվում այն մարդիկ, ովքեր TCO-ում են ավարտել եւ դրանց բավականին մեծ մասը աշխատում են առաջատար ընկերություններում ու կարող են իրենց փորձը դարձնել օգտակար այն մարդկանց համար, ովքեր նոր են ավարտում այս հաջողության պատմությունները եւս իրենց նշանակությունն են։ Պլյուս այն մարդիկ, ինչպես նշեցի, HR-ներ, ներկայացուցիչներ, այդ ոլորտից ներկայացուցիչներ, վաճառքի ոլորտից ներկայացուցիչներ, մարքեթինգի ոլորտից ներկայացուցիչներ, տարբեր ընկերություններից, տարբեր ընկերությունների հավաքագրման մասնագետներ ու այս community-ն ինչ կտա մեզ, որ այն ընկերությունները, այն մարդիկ, ովքեր կներգրավեն այդտեղ, կարողանան իրենց թափուր հաստիկների մասին առաջինը տեղեկացնել այդ community-ի մնացած անդամներին, իսկ ծրագրավորողները արդեն փորձառու ծրագրավորողների community-ի անդամ, արդեն աշխատանքի մեջ այն սկսնակներին, ովքեր խնդիրների կբախվեն, կարողանան օգնել։ Այսինքն ձևավորել մի, այսպես ասած, համայնք, TCO համայնք, որտեղ կներգրավեն եւ TCO-ի մարդիկ եւ ոչ TCO-ից մասնագետներ ու այնպիսի միտեղ, որտեղ բոլորին օգտակար կլինի։ Շնորհակալություն Գեգամ հետաքրքիր հարցազրույցի համար, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ եթերում Business Info-ն էր, մենք զրուցում էինք TCO ընկերության գործադիր տնօրեն Գեգամ Քսաջիկյանի հետ, կհանդիպենք։